Pipedrive-ում ավտոմատացումները հնարավորություն են տալիս անընդհատ կրկնվող գործողությունների համար ավտոմատացումներ սահմանել, որոնք զգալիորեն կարող են խնայել ժամանակ։ Ավտոմատացումների բաժին տեղափոխվելու համար ձախ հատվածից կարող ենք սեղմել 3 կետերի վրա, բացված պատուհանում սեղմում ենք ավտոմատացումի վրա։ Բացված պատուհանում համակարգը առաջարկում է մի քանի ավտոմատացումներ ըստ համապատասխան բաժինների։ Կարող ենք ընտրել դրանցից մեկը և սեղմել Use Template։ Լրացնում ենք համապատասխան դաշտերը, ընտրում Pipeline-ը, սահմանում և ընտրում գործողությունները, բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմում Save կոճակի վրա։ Բացվում է պատուհան, որտեղ երևում է ամբողջական ավտոմատացումը ըստ փուլերի։ Յուրաքանչյուրի վրա կարող ենք կատարել փոփոխություններ։ Փոփոխությունները անելուց հետո վերևի ձախ հատվածում կարող ենք փոխել ավտոմատացման անվանումը, հետագայում այն ավելի հեշտ գտնելու համար։ Կարող ենք ավելացնել Description և ավելացնել Label ավտոմատացման համար։ Triggered by selected user պետք է փոփոխենք Triggered by any user, որպեսզի համակարգից օգտվող բոլոր միացված յուզերների մոտ ակտիվանա ավտոմատացումը։ Դրանից հետո աջ հատվածից սեղմում ենք Active կոճակի վրա և պահպանում սեղմելով Save։ Եթե ցանկանում ենք ստեղծել նոր ավտոմատացում, սեղմում ենք կանաչ կոճակի վրա։ Բացված պատուհանում սկզբում անհրաժեշտ է ընտրել Trigger ազդակը։ Դա բանաձևում եթեն է, այսինքն նախքան ավտոմատացումը սահմանված գործողությունը պետք է տեղի ունենա։ Trigger-ը կարող է դառնալ անձի, ընկերության, գործարքի ստեղծումը, թարմացումը կամ ջնջումը։ Event Trigger-ի դեպքում ազդակ է դառնում կոնկրետ օրը։ Օրը կարող է կապված լինել անձի հետ, օրինակ ծննդյան օր, կազմակերպության հետ, գործարքի կամ գործողության հետ։ Trigger սահմանելուց հետո սեղմում ենք Apply կոճակի վրա, ազդակը ավելացնելուց հետո պետք է ընտրել Instant Condition-ը։ Սեղմում ենք պլյուս նշանին, ընտրում Instant Condition և բացված պատուհանից ընտրում պայմանները, որոնք վերաբերվում են անձին, ընկերությանը, գործարքին կամ գործողությանը։ Condition-ը սահմանելուց հետո պետք է ընտրել կոնկրետ գործողություն, որ պետք է կատարվի ավտոմատացման ընթացքում։ Սեղմում ենք պլյուս նշանի վրա, ընտրում Action կոճակը։ Իսկ հիմա կազմենք ավտոմատացման օրինակ, որ երբ գործարքը հաջողությամբ կատարվի և ուն կոճակին սեղմենք, արդյունքում ավտոմատ ստեղծվի պրոյեկտ պրոյեկտների բաժնում։ Այս ավտոմատացումը կազմելու համար ընտրում ենք որպես Trigger Deal Updated, Instant Condition-ում ընտրում ենք Deal Status is 1 և որպես Action ընտրում ենք Project և Create Project բացված պատուհանում ընտրում ենք այն ինֆորմացիան, որը ցանկանում ենք տեղափոխվի պրոյեկտի ներսում։ Լրացնում ենք դաշտերը։ Title-ում գրում ենք վերնագիրը և պահպանում սեղմելով Save։ Իսկ հիմա ստուգենք ավտոմատացումը։ Արդյունքում տեսանք, որ երբ Deal-ը 1 եղավ, ստեղծվեց նոր պրոյեկտ պրոյեկտների բաժնում։